Դուք լրագրող եք, չեմ պատասխանում։ Բայց ասում են քաղաքացիները գոհ են, ինչի չեք ուզում ժողովրդավարի։ Լսի, գիտեք, Ձեր աշխատանքը չեք կատարում։ Եթե քաղաքացի իրավունք չունի, կաներեք դենք ասեք որ կողմից աշխատեն, որ ձեզ հարմար լինի։ Ամբողջ չէ, կամերայի առաջ ամեն ինչ աշխատելու չենք խանգարում ասուլիսին։ Քաղաքացու, նայեք, լրագրողին պետք է քաղաքացին խոսա, քաղաքացին խոսում է։ Հազարավոր ծառաբներ կան Երևան քաղաքում, որոնք դատարկ են։ Ինչ աշխատանքներ եք կատարել դրանք լցնելու, նորերին փոխարինելու, դրա տեղի ինչ-որ բաներին նոր հին ծառերը հանելու։ Ու ինչ կասեք, եթե հենց հիմա կամերաների առաջ ասենք ես ցույց տամ, երեկվա ձեր արած ասենք ծառա սպանության հետևանքները։ Խնդրեմ, բոլոր քաղաքացիները, անունս Մուշեղ Ամելքոնյան, Տոհմածար հասարակական կազմակերպություն, ես հիմա խնդրում եմ Անցորդ, ով է ասե անցորդ եմ ես քաղաքացի չի նշանակում, որ պատահական ասում քաղաքացի երեկոյի փորձը դիմացը առնի, բայց պարոն Բեգյան, ձեր դեմ առնելը հնարավոր չգիտեք ինչի համար, որտեղ ձեր մոտ շատ լավ աստացում մանիպուլացնել է, թող բոլոր քաղաքացիները իմանան, որ այստեղ հարցը քաղաքական ենթատեքստի մեջ չէ, թե դուք կարող եք մի ուղղություն ցույց տաք, որ քաղաքական ենթատեքստ կա իմ ասածների մեջ, ես պատրաստ եմ կյանքս տամ։ Այո, կաներ, հա, բոլոր այն վայրերում, որտեղ կան դատարկ բնաբաժակներ եւ հասանելի է ոռոգման ջուր, բոլոր վայրերում աստիճանաբար տնկվում են։ Բոլոր այն վայրերում, որտեղ արկա չէ ոռոգման համակարգը, մենք անիմաստ գործողություններ չենք անում, առավել եւս հասուն եւ արժեքավոր, այո, քաշում են, ասեցի, չէ։ Հասուն եւ արժեքավոր ծառեր չենք տանելու դնենք այդտեղ, որպեսզի մեզ ծափահարեն, բայց մեկ ամիս հետո չորացնենք այդ ծառերը։ Երբ ոռոգման համակարգը կլինի, նոր կտնկեք, Իհարկե նորմալ ծառատեսակ։ Դեկորատիվ ծառատեսակը հացին հանել, կեչին հանել, կաղնին հանել, ու դրա տեղ այս հարցին պատասխանեք։ Հիվանդ ծառեր են, չէ, հիվանդ ծառեր են, ես ձեզ ցույց եմ տալիս։ Հիվանդ ծառը այս ուգլի ծառերն եմ ձեզ ցույց տալի։ Հացենին ու կեչին ինչ են եղբայր։ Ասում եք դեկորատիվ եք դնում, բա հացենին ու կեչին ինչա նշանակում։ Կենսունակությունը կորցրած ծառ, բերեք որևիցե բնապահպան, որևիցե բնապահպան, որևիցե բնապահպան, որը հստակ կասի, թե ինչ է նշանակում կենսունակությունը կորցրած ծառեր, ես կծափահարեմ իրան։ Չկա գրականության մեջ տենց բան, կենսունակությունը կորցրած ծառ հասկացողություն չկա։ Կա ծառ, որը էլ չկա, այսինքն ինքը հիվանդ է, ինքը չոր է, վсё պիտի հանես։ Կա հիվանդ, որը դու պետք է ֆոնդ ծախսես դրան, որ բուժես, կամ առողջ։ Դուք բնապահպան եք։ Էկոակտիվիստ եք։ Էկոակտիվիստ ինչ կապում, դուք մասնագետ եք։ Ես մասնագետ չեմ, բայց մասնագետները շփվում, այո։ Բերեք Այո, ես իրաց ոչ մի կազմակերպեք։ քննարկում կազմակերպենք, մենք նամակով կդիմենք պարոն Բեգյանին, կպատասխանեք, այս մարդիկ էլ կգան տեղում կլսեն։ համեցեք մեր մոտ։